այսպես թե այնպես գազի գինը պետք է 2011 թվականի ապրիլի 1-ից թանկանար, սակայն ռուսական կողմի հետ եկանք մի համաձայնության, որ գործող գինը, այնինչ որ այդ պահին գործում է, ընդունում ենք որպես բազային գին եւ շարունակում ենք բանակցությունները մինչեւ վերջնական համաձայնության կգանք։ Իսկ այդ ընթացքում Հայաստան մատակարարվող գազը Հայաստանի սպառողներին իրացնում ենք ընդունելով սահմանի վրա $180 մեծությունը։ Եվ սկսվեց բանակցությունները։ Բանակցությունների արդյունքում, որը տևեց մինչև այս տարի, եկանք այն համաձայնության, թե ինչ քաղաքականությամբ է այնուհետև որոշվելու գազի գինը Հայաստանի համար։ Եվ ստեղծվեց մի համաձայնագիր, որով ֆիքսված են այն բոլոր ֆորմուլաները եւ հասկացությունները, որով պետք է ձևավորվի Հայաստան մատակարարվող գազի գինը։ Համաձայն դրա, որպես գազային գին որպես բազային գին ընդունված է 2011 թվականի մինչև գազի գնի փոփոխությունը ընդունված գինը, այսինքն $180։ Եվ $180-ի ելնելով, որպես բազային գին, նոր արդեն սահմանվում է, թե հաջորդ տարիների համար ինչպիսի գին պետք է ունենա Հայաստան մատակարարվող գինը։ Ընդ որում, այդ սահմանման մեջ նաև ներառված է 30% մաքսատուրքը, որը որ գործում էր մինչև այդ։ Այդ բանակցությունների արդյունքում եկանք այն համաձայնության, որ Հայաստան ներմուծվող գազի գինը, որը մինչ այդ խոսվում էր 30% սուբսիդավորելու համար, հիմա այդ 30%-ը ուղղակի այդ մաքսատուրքը Հայաստանի համար չի կիրառվի։ Ստեղծվեց եւս մեկ համաձայնագիր, համաձայն որի, ընդ որում բանակցությունները բերեցին նրան, որ ոչ միայն այս մաքսատուրքի չկիրառելու օգտագործվի գազի համար, այլ նաև նավթամթերքների եւ չմշակված ադամանդի համար։ Եվ ստեղծվեց երկրորդ համաձայնագիրը, համաձայն որի Հայաստան ներմուծվող նավթամթերքները, Հայաստան ներմուծվող գազը, գազային վիճակում եւ Հայաստան ներմուծվող չմշակված ադամանդները ազատվում են մաքսատուրքից։ Իհարկե, այն ծավալով, որը կօգտագործվի Հայաստանի Հանրապետության կարիքների համար։ Այդ բանակցությունների արդյունքում 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև այսօր բնականաբար գազի գինը անընդհատ սահմանի վրա ռուսական կողմը փոփոխում էր, բայց մեզ տալով այն իրավունքը, որ իրացումը կազմակերպում ենք $180-ից ելնելով։ Այս տարիների ընթացքում առաջացավ այդ գների տարբերությունից այն ինչ որ մենք իրացնում էինք, ինչ գնով որ մենք ընդունում էինք սահմանի վրա, եւ այն գնով, որոնք որ իրենք մատակարարում էին, $300 միլիոն ճեղքվածք։ Բնականաբար այս ճեղքվածքը նոր բանակցային թեմա առաջացավ, թե ինչպես պետք է սա լուծել։ Բավականին երկար բանակցությունների արդյունքում որոշվեց, որ այդ թվի մոտորապես կեսը վերցնում է իր վրա ռուսական կողմը, կեսը պետք է փակի հայկական կողմը։ Ինչպես պետք է փակել, դա բոլորից բանակցությունների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է հայ-ռուս-գազարդի մնացած 20% բաժնետոմսերը ծախենք Գազպրոմ ընկերությանը։ Պայմանավորվածություն ձեռքբերվեց, թե ինչ ձևով պետք է գնահատել, ինչ ձևով պետք է որոշումը կայացնել եւ ստեղծվեց մյուս համաձայնագիրը, որը վերաբերվում է այդ 20% բաժնետոմսերի արգովաճառքին ռուսական Գազպրոմ ընկերությանը։ Երեք համաձայնագրերը ներկայացված են ձեզ, համաձայնագրերում բավականին բաց ձևով ամեն ինչը նշված է։ Ես յուրաքանչյուր համաձայնագրի մասով եթե պետք է կարճ ներկայացնեմ, ուրեմն բնական գազի ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ առաջին համաձայնագիրը։ Ուրեմն համաձայնագիրը եթե բացեք կտեսնեք, որ այստեղ գազի գինը ինչպես է սահմանվում, ինչ ֆորմուլայով եւ ինչ կոմպոնենտներն են, ինչ բաղադրիչներ են, որ կարող են ազդեցություն ունենալ գազի գնի վրա հետագայում։ Դա ռուսական ռուբլու ինֆլյացիայի գործակիցն է եւ ամերիկյան դոլարի ինֆլյացիայի սղաճի գործակիցը, որոնք կարող են շատ չնչին ազդեցություն թողնել գազի գնի ձևավորման վրա հետագայում։
Մյուս համաձայնագիրը, եթե այս համաձայնագրի շուրջ վերջում հարցեր կլինեն, կպատասխանեմ, մյուս համաձայնագիրը, որը վերաբերում էր գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմասների առաքմանը, խնդիրը նա է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացնի թե գազի և թե նավթամթերքների մասով ինդիկատիվ բալանսներ, այսինքն թե որ ապրանքատեսակից ինչքան է տարեկան օգտագործելու, այսինքն քվոտա ստանա, համաձայն որի այդ մաքսատուրքերը չեն կիրառվի Հայաստանի Հանրապետության համար։ Նախատեսված է նաև որոշակի սանկցիաներ, եթե հանկարծ այդ ապրանքները ներկրվի Հայաստան և Հայաստանից փորձի ոչ թե Հայաստանում, այլ նպատակների համար, ռեէքսպորտի կամ այլ բանի համար օգտագործվի։ Չմշակված ալմասների մասով քվոտա չկադրված, ասել ենք այն համաձայնության, որ ինչքան մերոնք պայմանագիր կունենան հայկական ընկերությունները, այդքան ուղղակիորեն այդ մաքսատուրքից կազատվի։ Մյուս համաձայնագիրը դա վերաբերվում է բաժնեն տոմսերի առք ու վաճառքին, ինչ գնով ենք բաժնեն տոմսերը իրացնում Գազպրոմ ընկերությանը, ինչպիսի իրավունքներ տալիս, ինչպիսի իրավունքներ չենք տալիս այդ գործարքից հետո։ Եթե հարցեր կան,